Ողջունում եմ բոլորիդ եւ ինչպես արդեն խոստացել էի, ես ամեն օր իմ աշխատանքները, քայլերը, գործողությունները ձեզ ներկայացնելու եմ եւ տալու եմ ձեր դատին, որպեսզի նաեւ ձեր հուշումներով, խորհուրդներով ինչ որ նոր գործիքներ ունենամ, քայլեր ձեռնարկեմ, բայց հիմա ուզում եմ հիշեցնեմ, որ նախորդ սերիան մենք ինչի մասին եմ խոսում, մինչև որ ընտելանան եւ սկսեն հետևել այն մարդիկ, ում որ թեման հետաքրքիր է, առաջին հատվածում 3 ես ներկայացրել եմ, որ ցանկանում ենք մեր այս գյուղական տունը դարձնել հյուրատուն եւ կիրառել բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի գրեթե առանց գումար ծախսելու, տանը եղած հին իրերով, բնապահպանական նկատառումներով եւ գումար տնտեսելու նպատակով անպետք իրերին երկրորդ կյանք տանք եւ հին կահույքը հղկաթղթենք, ներկենք եւ նաեւ բակի աշխատանքների ժամանակ կիրառենք տարբեր հին իրեր, որոնք ունենք մեր մյուս տանը։ Ինչու եմ ես այսօր բանվորական շորերով, որպեսզի նաև կիսվեմ եւ ասեմ, որ սիրելի կանայք եւ աղջիկներ, հողամասում աշխատելը թող մեզ համար, մեզ գյուղացիներիս համար հոգս չլինի եւ չասենք, որ մեր մազերը վնասվում են արևից, մեր ձեռքերը վնասվում են հողից եւ մեր աչքերը կամ դեմքը կարմրում է։ Կարելի է առավոտից երեկո հողամասում աշխատել եւ մնալ խնամված, լինել խնամված, օգտագործում ենք պարտադիր բանվորական ձեռնոցներ, գլխարկ, արևապաշտպան ակնոց եւ իհարկե կարելի է օգտագործել արևապաշտպան քսուկ։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ասեմ, մեր այս տարածքը, քանի որ ընդամենը 500 քառակուսի մետր է եւ ես որոշել եմ, որ ոչինչ այստեղ չենք ցանելու բացի ծառերից, որ ինքը հենց անտառի էֆեկտ ունենա։ Դուք երեկվանից գրում եք ինձ անուններ, բայց ես պետք է անունը կարդամ եւ այն ինձ լինի հոգեհարազատ զգամ ու ասեմ, ահա այս անունը պետք է գրի իմ հյուրատունը։ Դեռ հակված եմ խրճիթ անվանը, որովհետեւ գյուղի հետ ամենաասոցացվողը, մանկության հետ ասոցացվողը, մեր հեքիաթների հետ ասոցացվողը խրճիթն է, բայց միևնույն ժամանակ խրճիթը իր մեջ պարունակում է տխրության նոտա, դրա համար կասկածում եմ եւ դեռ սպասում եմ ձեր առաջարկներին։ Ինչ եմ ուզում ձեզ ցույց տամ, այստեղ աճել է, հիմա քանի որ я не волшебник, я только учусь եւ շտատիվով աշխատել եմ, դեռ չգիտեի, բայց Ալինան, որպես ոլորտի ավելի գիտակ, ինձ սովորեցրել է շտատիվով աշխատել, ինչ եմ ուզում ձեզ ցույց տալ։ Առհասարակ ժնգյալով հացի ամենահամեղ բաղադրիչներն են։ Ովքեր որ կերել են իրական ժնգյալով հաց, թխված արցախցիների ձեռքով, որովհետև նրանք անմահական են թխում ժնգյալով հացը։ Սա գնձմնձուկ է, որի 1 կիլոգրամ սերմարժի շատ թանկ, որովհետև չկա, չի գտնվում, Հայաստանում շատ չի աճում երևի, բայց վայրի աճել է իմ հողամասում եւ ինքը ունի մի քիչ թարխունին մոտ համ, բայց շատ տարբերվող է։ Էս մի բաղադրիչ, երկրորդը, որ գուցե ձեզնից շատերը չգիտեն, որ ժնգյալով հացի մեջ օգտագործվում է մանուշակի տերևներ, իսկական ժնգյալով հացի մեջ պարտադիր է մանուշակի տերևը, կնձմնձուկը, ճռճռոկը եւ արցախցիները ասում են տոպ, դա վայրի կակաչի, այն որ գնում ենք դեպի մարզ եւ ամբողջ ճանապարհը կարմիր է, այդ կակաչի տերևներն են եւ արցախցիները ասում են տոպ, այդ տոպի տերևները եւ ճռճռոկը, որը արդեն ծաղկած է եւ նրան ծաղկած չենք օգտագործում ենք թարմ վիճակում։ Եվ այստեղ արդեն տեսեք 3 ուտելի բույս ունենք, կար նաեւ Երեգեզ ցույց էի տվել փարթամ ավելուկը, որը այսօր արդեն չկա, ինչ որ մարդիկ մտել են եւ քաղել են։ Դե ինչ ասեմ, անուշ լինի, հաջորդ անգամ կքաղենք
մենք։ Հիմա այս հատվածը, որ ձեզ ցույց եմ տալիս, ես կան շատ մանր ծառեր, մենք ասում ենք վայրի, վայրակ, սա հնարավոր է լինի, հնարավոր է չի, հենց սալոր է, բայց ես այս ծառերը չեմ վերացնելու, ոչ էլ որպես բերքատու եմ դիտարկում, բայց կկարճացնեմ, որպեսզի նրանց բները հաստանան, քանի որ ես այստեղ ուզում եմ ստանամ փոքրիկ արհեստական անտառի հատված եւ իմ պատկերացրած դրախտը։ Աշխատանք շատ կա, իհարկե գունավոր ներկայացնելը հաճելի է, բայց շատ աշխատանք է պահանջում։ Այն ինչ ես սկսել եմ, մի բան էլ ցույց տամ, չնայած մենք չենք ուտում, բայց քանի որ ես մեր ռեալիթի շոուն պահանջում է, որ ես ձեզ հետ կիսեմ իմ բոլոր գտածոները, մենք ունենք խխունջներ։ Տեսեք, մենք չենք ուտում, ես չեմ էլ փորձել, մի քանի անգամ առիթ եղել է փորձելու, բայց դեռ պատրաստ չեմ, միգուցե մի օր այնքան զարգանամ, որ կուտեմ նրանց, իսկ հիմա ուղղակի ասում եմ, որ նրանց պետք է հավաքել և եթե ինչ-որ մեկը սիրում է եկեք հավաքեք, որովհետև հիմնականում անձրևից հետո է լինում, բայց պետք է հավաքել և մաքրել հողամասից, որպեսզի նրանք չվնասեն մեր բույսերը, այստեղ կտրոնած Էվարդ, տեսնել երևում է, բայց ես այլ հիմա կտրեմ, կհանեմ, էլի խխունջ և 5 րոպե հետո կանջատեմ, բայց օրվա մի քանի ժամ հետո կմիանամ, որպեսզի ներկայացնեմ ինչ եմ արել, իսկ սա, տեսեք, կտրոնած վարդ է, պարզապես վարդի մեջ անց են կացրել տարան և հող, գարնանը արդեն եվս մեկ վարդի կտրոն մենք ունենք, սա կդնեմ հողի մեջ և կնվիրեմ ձեզնից որևէ մեկին, ով մեզ հյուր գա, որովհետև այստեղ նաև ունենք փաթաթվող մագլցող վարդերը, որոնք որ ես շատ սիրում եմ և նրանք սքողում են, ռուսերեն մասկիրովկա բառը, բոլոր տգեղ հատվածները, մինչև որ ես արդեն կստանամ իմ պատկերացրած գեղեցիկը, իսկ իմ պատկերացրած գեղեցիկը հնարավորինս հասարակն է, հնարավորինս առանց փորիկների, գլամուրների, որ մարդը գա և հենց վայելի բնությունը, որովհետև սա լինելու է թերապիա, հենց գալ էստեղ հանգստանալը նշանակելու է մի ամբողջ տարվա համար վերալիցքավորվել և թթվածնով, և սիրով, որովհետև ես պատկերացնում եմ, որ յուրաքանչյուր հյուրի հետ, եթե գլուխները չտանեմ էլ իհարկե, գոնե 10-15 րոպե զրուցելու եմ, ընկերանալու եմ և նաև պատկերացնում եմ, որ մեր այստեղ եկած, մեկ անգամ եկած հյուրը դառնալու է մեր այս ջերմ տան, ապագա տան, մշտական այցելուն և տարվա մեջ գոնե մի քանի անգամ ծաղկածը չենք էտում, մի քանի անգամ որոշելու է գալ և հանգստանալ իր ընտանիքի հետ մեր ջերմ օջախում։ Յասամանը, որը շուտով կծաղկի։ Դարպասը, տեսեք դարպասը ինձ անմետի վիճակում է,
որպեսզի հետո ես ներկեմ գունավոր։ Սա մյուս անմխիթար վիճակն է ամբողջությամբ մոսով պատված, եղնիկ, դեղին, սիրի։ Այս պահի համար այս քանը ասում եմ ավարտվեց մեր ռեալիթի շոուի երկրորդ սերիան, բայց այսօր եւս մեկ անգամ կմիանամ եւ ցույց կտամ ինչ ենք արել մի քանի ժամվա ընթացքում։ Իսկ ես սպասում եմ ձեր առաջարկներին, անվան հետ կապված չեմ ուզում ստապել, որպեսզի իմ սրտին հոգեհարազատ անունը ես զգամ, ընտրեմ եւ այս տունը արդեն ունենա այդ գեղեցիկ անունը։ Սա էլ մեր հաղարջը։ Կարծում եմ այստեղ լինելու են դեղինի բոլոր երանգները։ Դե ինչ, ամենալավն ու բարին եւ արև ձեզ։